Ջան, բարև ձեզ։ Ինչ եք որոշել աջակցել ուժեղ Հայաստանին։ Ես Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարն եմ, Արտուր Ֆարմանյանն եմ, աջակցում եմ ուժեղ Հայաստան դաշինքին, քանի որ միակ ուժն է, որ այսօր ռեալ ծրագրեր է ներկայացնում։ Բացի դա, ես շատ մոտիկի ճանաչում եմ դաշինքի միավորված հայերից Նայիրի Սարգսյանին, ազնիվ հայանվեր երիտասարդ և շատ եմ վստահում ընդհանրապես իրենց թիմին։ Իսկ ինչ վերաբերվում է իշխանությունների ասած թեզին օլիգարխներ, ապա դա չի վերաբերվում Սամվել Կարապետյանին, քանի որ քաղաքական դաշտում միակ միլիարդերն է, որը հարստացել է Հայաստանից դուրս։ Ասում ես կսննկացնի։ Դե եթե իրանք կներեք էլի, ես ջավախքի ծնունդ եմ, այդքան պլոջիկ ունեն, թող Ալիևին սննկացնեն։ Ոնց կարա Ալիևի դեմ կզող իշխանությունը կզացնի հզոր հայրուց տղուն։ Անհնարին բան է։ Փաշինյանը ասում է ինձ մանդատ տվեք, որ պատերազմի եռագլուխ կուսակցության վերջին գլուխներն էլ կտրեմ։ Դե ազգը երկու անգամ մանդատ տվեց, անգամ 21 թվին խայտարակ դավաճանությունից հետո, բայց այդ իր չագուճը ընդամենը կոտրվեց ազգի գլխին, ոչ թե թուրքի։ Եվ ինքը որ այդ թեզը նախ վարչապետին վայել թող պայի, վերջով երկրի ղեկավարը, իսկ ազգին ճանաչում են ղեկավարությունով, իր այդ խուժժան պայելաձևը, իր քանդիր պետություն կուսակցությունը արդեն ուղղակի ուզում եմ իրան մի բան ասեմ, էլի մեր պապերը մի հատ լավ խոսք ունեին, խեղդվելուց առաջ խրխրալը անիմաստ է։ Այսօր խոստանում էր Բիբարի հարցը լուծել, օրինակ որ հարցն է լավ լուծել, որ Բիբարինն է լավ լուծել։ Դուք գիտեք ինչ, ինքը որ պիկապից խոսում է, փողերը կտամ, այսինքն ում փողերն է ինքը տալի։ Մենք ճանաչում էինք Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար Նիկոլ Փաշինյանին, ում պատերը նկարչությունով էր զբաղված, ինչ նկար ասես կար, ինքն էլ ասում էր, որ ինքը գրավիտակ է ամեն ինչ, ապառիկ է ամեն ինչ, այդ ու փողերն է տալի հիմա, ասում է հետո դզում է կառավարությունը կտա, այսինքն ժողովրդի տված այդ նալոգները, որ քաղաքացի մուծումը, էդի պիտի տա, էդի ինչի համար է տալի, թող Ռուսաստանի դեմ չգնար, Ռուսաստանի այդ կապերը չխզեր, թող իր սիրելի Մակրոնը իմ այդ Բիբարը հատ մտցնի համապատասխան տեղը։ Տեսեք, փողից խոսեցինք, ասում են մարդկանց փող են բաժանում, դրա համար էլ գալիս են, մասնակցում են, այսքան բազմամարդ է լինում հավաքները։ Գլուխները պատով են տալիս, իսկ եթե ասենք ինչ-որ մի դեպքեր լինում է, թող ուրեմն ոչ թե ձայնագրությունները հրապարակեն, այլ տեսանյութերով ներկայացնեն։ Ես կարող եմ հենց հիմա 16 ձևի ձայնագրություն անել իմ հարազատների հետ, հետո ասեմ, որ ԿՊԱ-ականները բաժանում են։ Իրենք սպառված են։ Ձայնագրություններից մեկում էլ լսում ենք, որ շալվար են գնել հաջորդ օրվա հանրահավաքի համար։ Իրենք ամեն ինչ կարող են ասել, իսկ ես հեսա երևի թե վաղը հրապարակեմ մի տեսանյութ, որտեղ որ Արսեն Թորոսյանը ձայնագրություն է հրապարակե Ռուսաստանի դաշտությունում։ Եվ ես դիմելու եմ Ռուսաստանի կառավարությանը, ինչ իրավունքներով են նրանք տեսահոլովակներ հանում, որ մեկը մեկին ասում է 30,000 ռուբլի կտամ, գնա քվեարկի, չեմ իմանում, որ ուժի կողմին։ Այսինքն իրենք շպիոնական շարժում են սկսել Ռուսաստանում, այդ հարցին հասկանում եք, ես այսօրվա դրությամբ ընդդիմադիր դաշտում ում տեսնում եմ, ոչ մեկին չեմ կարող այդ պիտակը կպցնել, բացի իրենցից, քանի որ մինչև իրենց գալը, ազգը աղքատ է ապրել, նեղված է ապրել, բայց ապրել է, և ես 50 տարի մարդ, որը ապրել եմ դրսերում, ես ինձ հպարտ եմ զգացել, թուրքը ադրբեջանցին ինձ տեսնելով գլուխը կախել է, իսկ հիմա ես չեմ ուզում իրանք ինձ ռազգան, քանի որ ես ամոթ եմ զգում։ Ազգինակ կզծնեմ, առաջինը ես կզծնեմ։